Բարև ձեզ, սա կոդքասթն է, որտեղ խոսում ենք ծրագրավորումից և առհասարակ IT ոլորտի տարբեր նորություններից։ Այսօրվա իմ հյուրն է Հեղինեն։ Հեղինե ջան, ողջույն։ Ողջույն Գերգագիկ ջան, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ քեզ եմ շնորհակալ հրավերը ընդունելու համար եւ առհասարակ իմ եւ ընդհանուր full learning-ի կողքը լինելու համար։ Ովքեր չգիտեն, ասեմ, բոլորն էլ իմանան Հեղինեի հետ արդեն շատ երկար տարիներ ճանապարհ ենք անցնում, սկսած նրանից, որ Հեղինեն մեր ուսանողն է եղել ու մինչև հիմա մենք տարբեր համագործակցություններ ենք ունենում Հեղինեի հետ։ Քո հետ շատ հաճելի է աշխատել։ Ոայ, նմանապես են Գերգագիկ ջան։ Հեղինե ջան, արի մեր կոդքասթի ֆորմատին համաձայն հարց-պատասխաններ անենք ու թող մարդիկ տեսնեն, լսեն, որտեղ վստահ եմ իրենց շատ է հետաքրքրում մեր ֆորմատը, մեր հարց ու պատասխանը։ Քեզ sense մի հարց Հեղինե ջան, քանի որ ահագին ճանապարհ ես անցել, ես հո գիտեմ, կասես ոնց որ դասախոսի տեսակը ոնց պետք է լինի, դասախոսը ինչ մոտեցումներ պիտի ունենա, ինչ եմ ես հարցը տալիս, որ ովքեր կլսեն պատասխանը, իրանք ուշադրություն դարձնեն դասախոս ընտրելուց դրան, հա, ասենք ինչ այսպես ասած կրիտերիաներ պիտի ունենա դասախոսը, բոլոր առումներով կլինի մասնագիտական, մարդկային եւ այլն, որ ըստ դրա ոնց որ դու որոշում ես, լավ դասախոսը արժի իր այդ ճանապարհ անցնել այսպես։ Դե տեսեք Գերգագիկ ջան, ես շատ դասախոսներ եմ իրականում ունեցել եմ դասախոսներ, որ իրենք իրանց գործը գիտեն, այսինքն իրենք իրոք մասնագետ են։ Կոնկրետ հիմա 21-րդ դարում որպես դասախոս շատ քիչ դասախոսներ մենք ունենք։ Կարող եմ ասել, ինձ համար կոնկրետ իրական դասախոսը այն մարդն է, որ նախ շատ լավ հասկանում է դիմացնի հոգեբանությունը։ Օրինակ, այսօրվա թեման սա է, բոլորը պետք է սովորեն։ Չէ, կարող եմ եկել սենսա սովորում, իրականում պետք է ամենաառաջինը հասկանաս դիմացին հոգեբանությունը։ Հետո նոր մնացածը։ Կարող եմ օրինակ նույնիսկ բերել, ինձ մոտ ես կոնկրետ հոգեբանորեն շատ դժվար եմ հարմարվում իմ դասախոսներին ու կարող եմ ասել full learning-ը միակ տեղն է եղել, որ ընկեր Արշակը, որ ինձ սենց յուրահատուկ են մոտիկացել ուղղակի, որ յուրահատուկ մոտեցում որ ինձ հոգեբանորեն ներգրավել են։ Ես ամբողջովին սենց ես հոգնած տուն էի գալիս, բայց ես սպասում եմ թե ես երբ եմ գալու, ծրագրավորումից նոր բան սովորեմ, նաև ունեցել եմ դասախոս Քրիստինեն, ում ես շատ շնորհակալ եմ իրոք, որովհետև Քրիստինեն ինձ հետ եղել է այն ամենադժվար պահերին, երբ ես շատ հոգեբանորեն ծանր վիճակում եմ գտնվել ու նրա շնորհիվ շատ մեծ հաջողությունների եմ հասել այս պահին։ Շատ լավ է։ Ես ուրախ եմ, որ դու նաև գնահատող տեսակ ես։ Դասախոսը գիտելիք տվողը ինքը երբ է ասենց բավարարված իրան զգում, երբ որ նախ վերջն արդյունքը լավն է լինում, նաև երբ որ իրան գնահատում են, որտեվ հա, անկեղծ ասած դասախոս լինելը ինքը այնքան էլ հեշտ բան չի, ինքը շատ սենց ռեսուրսատար մասնագիտություն է իրականում, դու լրիվ քանվում ես, հա, սենց ասած, ու այն մի հատ շնորհակալությունը անկեղծ լրիվ սենց հետ է բերում քեզ, դու նորից էներգիա ես ստանում, նորից շարժվում ես առաջ, էլ ավելի ես մոտիվացվում ու քայլում ես առաջ։ Շատ լավ, Հեղինե ջան, սենց մի հատ քեզ հարց տամ։ Ծրագրավորումից զատ ես գիտեմ, որ դու բավական ներգրավվածություններ ունես, այնց սկսած գրքերից, վերջացած շատ ու շատ բան, առհասարակ ինչ զբաղմունքներ ունես դու, հա, այնտեղ կլինի երգ լսել, գնալ ստեղ, այնտեղ, ինչով ես էլ զբաղվում ծրագրավորումից զատ։ Դե Գերգագիկ ջան, իրականում ես շատ հոբիներ ունեմ, բայց այն ամենամեծ հոբիներս, որ կուզեմ նշեմ, հա, ես շատ եմ սիրում նկարել, ազատ ժամանակ հիմնականում նկարում եմ։ Նաև գերմաներենն եմ ուսումնասիրում որպես լեզու, գերմաներենը իհարկե շատերի կարծիքով գեղեցիկ լեզու չի եւ այլն, բայց իմ համար կոնկրետ գերմաներենը շատ գեղեցիկ լեզու է ու ես իր մեջ գեղեցկություն եմ տեսնում իրոք, թեկուզ ես որ լսում եմ ինքը ինձ համար գեղեցիկ է։ Ես քեզ մի բան ասեմ, երբ որ դու գերմաներեն ես խոսում ստեղ մեր մոտ, մեկ-մեկ, Երևի գիտես դու իրոք պիտի սիրես ինչ-որ մի բան, որտեղ երբ որ դու սիրում ես, դու էդի նենց ես անում, որ
սիրուն է հնչում, սիրուն է բան։ Հա, ճիշտ է, ինքը թվում է կոշտ լեզու է մի տեսակ բան, չէ, բայց անկեղծ է, որ դու խոսում ես գերմաներեն, ինձ շատ լսվում է մի տեսակ։ Այնց որ երևի նրանից է, որ դու սիրելով ես այդ լեզվին մոտենում։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ նաև սիրում եմ գրքեր կարդալ, բայց ոչ բոլոր ժանրի գրքերն եմ կարդում։ Հիմնականում դետեկտիվ եւ դեպի դրամա եմ կարդում։ Կարող եմ նշել օրինակ Շտեֆան Ցվայգին, գերմանացի գրող, նրա գրքերից օրինակ Zweifel und bekannte Frau, այսինքն համական ծանոթ կնոջը շատ գեղեցիկ ինքը ուղղակի sense պատմություն է։ Մի հարցեր քեզ տամ, այդ բնականաբար բոլորի կյանքում դա լինում է, ինչ որտեղ նաև նորմալ է, որ տենց բան լինի, մոտիվացիան այդ բարձրանալ իջնելու մասով, հա, ասենք հաստատ լինում է, երբ որ պահի տակ մի քիչ մոտիվացիայից ընկնում ես կամ որ ռիթմից ընկնում ես, օրինակ այդ ժամանակ դու ոնց ես քեզ հետ բերում։ Այս հարցերը ես քեզ տալիս եմ նաև նրա համար, որ մարդիկ լսեն ու ինչու՞ չէ նաև փորձեն այդ մեթոդները, ասենց ասած։ Դե ձեր հարցին sense պատասխանեմ։ Տեսեք, հիմնականում իմ մոտիվացիայի աղբյուրը իմ ընտանիքն է։ Ես ամեն անգամ, որ sense լացակոմած թողնում եմ, ամեն ինչը իրանք գալիս ու ինձ հիշացնում են իմ նպատակների մասին։ Ու իրանք չեն գալիս, չի ասում, վայ, չէ, դու պիտի սովորես, չէ, իրանք ինձ ընդհանրապես չեն ասում, դու պետք է սովորես։ Իրանք ուղղակի ինձ հետ հանգիստ խոսում են։ Իսկ եթե ես ինքս ոնց եմ մոտիվացվում, ես հիմնականում իմ մեջ sense կարգախոս ունեմ։ Եթե ինչ-որ մեկը կարացել է, ինչու ես չեմ կարողանա։ Եվ իրականում եթե ինչ-որ մի գործ ես ձեռք, ինչ-որ գործ դու բռնում ես, չպիտի այդ գործը թողես, պիտի մինչև վերջ հասցնես։ Դա է ճիշտը, որովհետև եթե այս գործը մինչև վերջ հասցնես, այն մյուսը վերցնես, չհասցնես, մեկը երկու չի դառնա։ Կարճ ասած, գործս մինչև վերջ եմ հասցնում, թեկուզ չուզելով, թեկուզ բան կարևորը մինչև վերջ։ Հիմնականում մայրիկս գալիս գրկում այնց հեղին է, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ կլինի, ընկերներս գալի ասում մի հանձնվի։ Հասկացա, մայրիկիդ ջերմ բարևներ։ Հեղիների պես աղջիկ մեծացնելու համար։ Շնորհակալ։ Ընկեր Գագիկ ջան, ճիշտ ասած մի քանի հարցեր ես ունեմ։ Օրինակ ինձ շատ է հետաքրքրում, թե ձեզ համար լավ ուսուցիչը որն է։ Իմ համար լավ ուսուցիչը Հեղինե ջան։ Միշտ այդ պատասխանն եմ ճիշտ ասած տվել նման դեպքերում, երբ որ օրինակ ես ինքս եմ նույնիսկ ուզում օրինակ ձևակերպեմ լավ ուսուցիչի տեսակը, կետերը, հա, ամենակարճ տարբերակը որ կարելի ասել հոգատար։ Այն որ այս մի բառով ինձ թվում է շատ բան է ասվում, որտեվ եթե մարդը հոգատար է իր դիմացինի հանդեպ, ու այս դեպքում իր աշակերտի ամեն ինչ անելու է, որ լավ լինի, հա, դաժե տենց ուզում տնավարի ձևակերպեմ այդ ամեն ինչը։ Ամեն ինչ անելու է, որ լավ լինի։ Դե հիմա ինչ է անելու։ Հավելյալը կանչելու, շատը պարապելու, պահիտակ կատակը անելու, պահիտակ ջղայնանալու, չգիտեմ, դասից դուրս կապի մեջ լինելու, մոտիվացիան նորից վերականգնելու, թե ինչ անելու։ Ինքը պիտի համտածի, ինչ անի, որ այդ հարցը լուծի։ Դրա համար ես մտածում եմ, որ ամենահիմնական կետը, որ պիտի լինի, դա հոգատարությունն է։ Թե չէ կարելի է շատ կետեր թվարկել, որ պետք է լինի սենց, եթե դասախոսը լինի հոգատար, պիտի որ լինի լավ արդյունք։ Հեղինե չէ։ Նաև ընկեր Գագիկ ջան, կուզեմ եւս մեկ հարց տամ, որ դուք ինձ ինքս տվեցիք։ Ինձ հետաքրքիր է եղել միշտ հարցը լավ, բայց ընկեր Գագիկը չի հոգնում։ Բայց դուք ձեր մոտիվացիան ոնց եք հետ բերում, եթե գործում եք։ Հեղինե ջան, նայ, դա վերականգնվում է ուսանողներին հասցրած այդ հաջողություններով։ Հիմնականը դա է, հա, որտեվ հա բավական ծանր գրաֆիկ, բավական տենց ծանր աշխատանք, բայց այդ ամեն ինչը վերականգնվում է արդյունքներով, հա։ Եթե կարելի էր sense շատ կարճ պատասխանել, էսա պատասխանը։ Արդյունքն է, որ նորից հետ է բերում քեզ,
որտեղ հասկանում ես, որ լավ, ես այսքան տանջվեցի, այսքան ներդրում ունեցա, ռեսուրս ցենց ինձանից գնաց, բայց կա արդյունք։ Թե այդ ոնց որ քեզ լրիվ ցենց ոնց որ հետ է բերում, էլի ասում ես դե արժեր ուրեմն կարելի էր։ Անկեղծ եմ ասում, անկեղծ նոր մի քիչ առաջ ասացի քեզ, նաև երբ որ շնորհակալ է ուսանողը։ Հավատա, օրինակ երբ որ դասախոսը անում, գիտես դասից դուրս կապի մեջ լինել, այդ ամեն ինչ փորձել, ամեն ինչ անել, այսինքն մարդուն սենց ասեմ, ոնց որ դասախոսը ուսանողի մտ բռնի փաթաթվի մի հատ ու բաց չթողի ամբողջ ընթացքում։ Ու մի հատ անկեղծ մի հատ ուղակի շնորհակալությունը դու հասկանում ես, որ դու գնահատված ես։ Այդ գնահատված լինելը, արդյունքի հասնելը նորից վերականգնում է ամեն ինչ։ Սենց։ Իրոք որ ձեզ հետ համաձայն եմ, ամենակարևորը ինձ թվում է, որ քո աշխատանքը անպատասխան չի մնում։ Հա, Հեղինե ջան։ Հեղինե ջան, արի խոսանք մի հատ մեր կոդ բաթլից։ Իմ ամենասիրելի թեմաներից մեկն է ինքը, երկու բառով հիմա ներկայացնեմ ամեն դեպքում կոդ բաթլը, հետո արդեն կուզենամ օրինակ քո կողմից լսեմ մեր կոդ բաթլի մասին, դու ներկայացնես, դու ասես քո էմոցիաները, այդ օրը, այդ պահը, հա, կոդ բաթլը full learning-ի հեղինակային միջոցառումն է, կոդ բաթլը Հայաստանի ամենամեծ IT միջոցառումն է, որին մասնակցում են հարյուրավոր IT ոլորտի մասնագետներ, ծրագրավորում, դիզայն եւ այլն, լինում են հաղթողներ, պարտվողներ, դրամական պարգևներ, աշխատանքի առաջարկություններ, թե բաթլի օրը, թե բաթլից հետո, բաթլին ձևավորվում է մեծ networking, ձևավորվում է մեծ համայնք, թե այդ օրը, թե դրանից հետո ձևավորվում են տարբեր խմբեր, ստարտափեր, ովքեր ինչ որ տարբեր պրոյեկտների շուրջ համախմբվում են ու աշխատում են։ Նաև իհարկե ձևավորվում են մարդկային ընկերական հարաբերություններ, ընկերություններ, հա, այսինքն ինքը մի հարթակ է, որտեղ հավաքվում են շատ ծրագրավորողներ ու ձևավորվում է մի շարք կապեր, պրոյեկտներ, խմբեր, մի խոսքով շատ լավ բաներ։ Մենք փորձում ենք ամեն տարի կոդ բաթլը կազմակերպել։ Այս տարի նաև մեզ Հեղինեն օգնեց, Հեղինե ջան, քեզ նախ շատ շնորհակալ եմ դրա համար։ Կխնդրեմ դու մի փոքր պատմես մեր բաթլի մասին, դու ներկայացնես։ Նախ առաջնարդ ընկեր Գագիկ ջան, կցանկանայի մեր շնորհակալությունը ձեզ հայտնել, քանզի ինձ մի հատ հնարավորություն եք տվել, որ ես լինեի կոդ բաթլի կազմակերպիչներից, նաև ստուգողներից, կցանկանայի նշել, որ ես կոդ բաթլին եղել եմ տրամաբանական խնդիրների ստուգող հանձնաժողովից ու կոդ բաթլը ուղղակի իմ համար ոչ սովորական միջոցառում չի կոդ բաթլը էներգիա է տալիս։ Հիմնականում տենց մեծ միջոցառումներում մարդիկ հոգնում են, չէ՞, ամենամոտ են մարդիկ, որ ստուգեր կազմակերպել են։ Իսկ չէ, ես տենց ուրախ, ես շատ էի, որ էներգիայով էի լցվել։ Ու կոդ բաթլի ժամանակ հիշում եմ մենք շատ արագ էինք գործում։ Ես հիշում եմ, երբ խնդիրները մենք տարբերակ չունեինք արագ գործելու, երբ արդեն ավարտին հասավ կոդ բաթլը, հա, մեր մրցույթի եւ արդեն արդյունքներ պետք է հայտնեինք։ Եվ ես հիշում եմ, ես տրամաբանականը որ ստուգում եմ հիմա մի թեստը չավարտած մյուսն եմ արդեն նայում։ Արդյունքում մենք շատ լավ իրականում այդ ժամանակ շատ լավ արդյունքներ գրանցեցինք, հիշում եմ։ Ու այդպես զուտ կոդ բաթլը կարող եմ ասել, որ ուղղակի ինքը միջոցառում չի, ինքը հնարավորություն է հաղթելու, ուղղակի հնարավորություն է, կարող եմ ասել։ Համաձայն եմ, ինքը շատ բաների հնարավորություն է, ինքը մի բան չի տալիս այդ օրվա եկածներին, մի քանի բան է տալիս, շատ բան է տալիս, գիտես, նաև կարամ ասեմ, մեծ մոտիվացիա է տալիս մարդկանց, որտեվ գիտես, մարդիկ սիրում են, օրինակ գիտելիք ունեն ու գնան դա միտեղ օգտագործեն։ Դա նույնն է, ոնց որ օրինակ սպորտսմենը ամիսներով, տարիներով պարապի ու չգնա ինչ-որ մի օր մրցումների։ Ինչ-որ միտեղ ինքը պիտի իրան ցույց տա։ Հա, հոց ցույց տալու տեղը մենակ գործի ընդունվելը չի։ Չէ, պիտի լինի մի տեղ, որտեղ գնա մրցի, հաղթի, պարտվի, կապ չունի, բայց տեղ պիտի լինի, որտեղ ինքը գնա իրան փորձի։ Ու հա, ինքը նաև այդ մոտիվացիան, այդ աուրան, այդ մթնոլորտն է, որ մենք տալիս ենք մարդկանց։ Հա, այսպես։
Եվ քանի որ խոսեցի մեր հեղինակային բաթելից, խոսեմ նաև մի քանի մեր հեղինակային դասընթացներից, օրինակ մեր 1.5 տարվա դասընթացը, որի սկզբում մենք պայմանագիր ենք կնքում ուսանողի հետ, որ պարտավորվում ենք դասընթացի ավարտին ապահովել աշխատանքով։ Օրինակ մեր 9 ամսյա դասընթացը, որի դեպքում նախապես նվիրում ենք նոր երաշխիքի մեջ շատ բավականին լավ պարամետրերի նոթբուք։ Սրանք մեր հեղինակային դասընթացներն են, ունենք ելի տարբեր հեղինակային դասընթացներ, որին կարող եք ծանոթանալ զանգահարելով մեր նշված հեռախոսահամարին կամ գալ մեզ մոտ ուղղակի եւ տեղեկանալ բոլոր մեր հեղինակային դասընթացներից։ Հեղինե ջան, ոնց եկավ այն օրը, որ դու որոշեցիր սովորես ծրագրավորում, ոնց հասունացավ քո կյանքում այդ ու ինչի ընտրեցիր մեզ։ Նախ նշեմ, որ այդ ժամանակ ես երևի թե 9-րդ, 8-րդ դասարան էի, ու ես առասարակ հետաքրքրություն չունեի ծրագրավորման հանդեպ, IT ոլորտից գլուխ չէի հանում, կարող եմ ասել, որ հետաքրքրություն առասարակ չկար։ Այդ ժամանակ ու ինձ մի ամսվա կտրվածքով ամեն օր, օրը մի քանի անգամ նույնիսկ բերում էր full learning դասընթացներ եւ այլն։ Ու ինձ ստիպում էր, որ ես հետաքրքրվեի։ Ես մտնում նկարներն էի նայում ուսանողների, պատմություններն էի կարդում, հետաքրքիր։ Այդ ժամանակ նաև կոդ բաթելի տեղեկություններ կար եղել էր էլի, նայում ես ինչի լավ միջոցառում է։ Հետո հորաքույրս եկավ Հայաստան։ Ու ինձ հարցնում է, Հեղինե, բա դու չես հետաքրքրվում ծրագրավորումով։ Ըստ ժամանակ հիշում եմ, որ հետաքրքրություն էր իմ մոտ առաջանում, եւ ի շնորհիվ իմ հորաքույրի ես եկա full learning ու կարող եմ նաև պատմել իմ առաջին դասընթացի մասին։ Նշեմ, որ իմ դասախոսին գերարշակներ ու առաջին դասի ժամանակ ես չեմ սովորել կոդ գրել։ Իրականում դա միֆ է, որ իհարկե կան տեղեր, շատ որ լսել եմ, որ առաջինից հենց միանգամից կոդ գրել են տալիս, բայց դա իրականում շատ սխալ է։ Ինձ առաջնարդ սովորեցրեցին ինչ է համակարգիչը, ինչ է պարունակում համակարգիչը իր մեջ, ինչ է ֆայլը, ոնց ստեղծել ֆայլ եւ այլն։ 0-ից բացարձակ։ Ու ես զարմացա, որ ես 1 ամսում արդեն իրոք ես կարողանում էի, չգիտեմ, գեղեցիկ սայթեր սարքեի, ու իրոք ես զարմանում, ես չէի հավատում, իրականում մտածում էի տարիներով սովորում են ծրագրավորողները, բայց իրականում մարդուց է գալիս, կարող եմ ասել, պետք է շատ աշխատել։ Այսօրվա podcast այսքանն էր, Հեղինե ջան, քեզ շատ շնորհակալ եմ, որ իմ հյուրն էիր։ Երեքակիր ջան, ես ձեզ եմ շնորհակալ։ Ապրես։